Կուսակցությունն է, սենյակն է, որտեղ որ գեներացվում են մեր բոլոր մտքերը։ Բոլորին դեմ եմ կուսակցության անդամ Արամ Քոչարյանը նախցույց է տալիս ֆիլմի հայտնի հերոսի մանեկենը, ներկայացնելով դրա միջոցով իրենց քաղաքական ուղերձը եւ արձագանքելով նրանց, որ ասում են գործընթացը անլրջացնում եք։ Արամ Քոչարյանի խոսքով հակառակը իրենք ամենալուրջ քաղաքական ուժն են։ Ձև էր ցույց տալու, որ սա թատրոն է ու բավականին հաջողված ձև էր։ Սպայդերմանի ընտրությունը իրականում եղել է մեկը այն է, որ ինքը սուպերհերոս է ու սուպերհերոսներ էին եկել ու Հայաստանը միշտ է շրջապատույտի մեջ հանգած, որ անընդհատ պետքա փրկիչներ գան։ Մեզ անընդհատ հարցնում էին, բա ով է ձեր մեջքի հետևը կայնած, ով է կանգնած։ Մենք էլ ուզում էինք հասկանանք ով կլինի մեր մեջքի հետևը կանգնած, բարձրաց Marvel-ի հերոսներն են։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը առաջիկա ընտրություններին մասնակցում է 87 հոգանոց ցուցակով։ Քաղաքական ուժը փոփոխություններ է առաջարկում ընտրական համակարգում, կայուն մեծամասնության չեղարկում, 1% անցողիկ շեմի սահմանում, բոլորին դեմ եմ քվեաթերթիկի ավելացում։ Մեր առաջարկը շատ խիստ քաղաքական է։ Մենք առաջարկում ենք ընդամենը 3 կետ, որը մենք իրականացնելու ենք 100 օրում։ Առաջի կետը դա 1%-ի իջեցնել շեմն է, ինչու է սա կարևոր, որովհետև դաշտում խաղում են միայն մեծ խաղացողները, նրանք ովքեր այս պահին աններազգաները կարևոր չեն, ովքեր այս պահին իշխանություն են իրենց ադմինիստրատիվ լծակներով, ադմինիստրատիվ ռեսուրսներով, երկրորդ խաղացողները դրանք մեծահարուստներն են, որոնք ունեն անսահմանափակ հնարավորություն, գիտեք, այդ բիլբորդերը, այդ մնացած այդ ամեն ինչը շատ մեծ փող արժի։ Կարապետյանցի խոսքով փոքր խաղացողները, որոնք ունեն նոր գաղափարներ, մտքեր, նոր մարդիկ են, չեն կարողանում գալ ճանաչելի դառնալ հանրությանը։ Առաջարկում են կայուն մեծամասնության գաղափարը հանել օրենքից, քանի որ այն ըստ նրա թույլ չի տալիս փոքր ուժերին լինել խաղի մեջ, կարծիք ձևավորել։ Բոլորին դեմ եմ քվեաթերթիկը վերջապես վերադարձնել։ Դա մեր կուսակցության անվանումն է այս պահին, բայց հետագայում մենք խոստանում ենք նաև բոլորին դեմ եմ քվեաթերթիկ ավելացնել, բայց ուղղակի քվեաթերթիկ չի, որ մարդիկ կան, քվեարկեն դրան ավարտվի չէ։ Ինչքան որ տոկոս հավաքեց բոլորին դեմ եմ այդ զանգվածը, այդքան մանդատ մնալու է դատարկ։ Հաղթելու դեպքում նախատեսում են կազմել 100 օրվա կառավարություն, կատարել փոփոխություններն ու ինքնալուծարվել եւ նախաձեռնել արտահերթ ընտրություններ։ Հաղթանակի դեպքում իրենց տեխնացուն պարտավորվում է հաջորդող 10 տարիներին չզբաղվել քաղաքականությամբ։ Փորձելու ենք մեր փոքր, սուղ կարողություններով, հնարավորություններով ներկայանալի լինել, օգտագործելու ենք նորից շատ տարբեր գործիքակազմեր, որը կարող է նաև ժպիտ առաջացնի, ինչ-որ մարդկանց մոտ ջղայնություն առաջացնի, բայց հասանելի ենք լինելու բոլորին։ Մեզ համար շատ կարևոր է, բացառիկ կարևորություն ունի դաշտ բերել են մարդկանց, ովքեր չեն գնում քվեարկության մասնակցելու ընտրություններին, որտեղ չեն տեսնում, չեն ուզում ձայնը տալ նրանց, ովքեր հավերժ այս դաշտում են ու զբաղացրել ինչ-որ նիշաներ, մարդիկ հոգնել են, մարդիկ զզվել են, եթե ուզեք, չեն ուզում գնալ։ Ու մեր հույսը հենց այդ մարդկանց նախ այդ չքվեարկողներին դաշտ բերելն է։ Շարժման անդամները համախմբվել են կայուն զարգացած, բարգավաճ, պաշտպանված ինքնաբավ Հայաստանի տեսլականի շուրջ։ Նախընտրական շտաբում խաղալիք գումարը ցուցադրելով եւս կուսակցությունը քաղաքական ուղերձ է փոխանցում։ Ծաղրելով այն երևույթը, որ իբր թե կուսակցությունները պետքա թափանցիկ լինեն, բայց մենք ոչ մի բան չգիտենք այդ կուսակցությունների մասին։ Այդ կուսակցությունները սպասում են, երբ է գալու այն օրը, որ հայտարարագիր լրացնեն, լրացնում են այդ հայտարարագիրը։ Օրենքը ասենք ինչ տառով պահանջում է, գնում այդ տառով լրացնում են։ Բայց մեր փիլիսոփայությունը ու գաղափարախոսությունը այն է, որ թափանցիկությունը հատկապես կուսակցության դեպքում դա օրենքի պարտադրանք չի։ Դա շատ կարևոր արժեք է, սկզբունք է դա, որը որ պիտի կուսակցությունը պայ։ Քոչարյանի խոսքով քարոզչական թռուցիկներն այնպես են կազմել, որ ընտրողները միանգամից չնետեն աղբարգաղ։ Ծրագրային կետից բացի ներառել են հաճախ հանդիպող խնդիրների լուծում, օրինակ ինչպես ազատվել միջատի խայթոցից կամ հագուստին կպած ծամոնից, ինչպես կշարունակեն քարոզչությունը, փակագծեր չեն բացում, ասում են, ինչ նախատեսել են, անակնկալ կլինի, որ ճիշտ աշխատի։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։